Սիրելի ժողովուրդ, Աստծո խաղաղությունն ու շնորհքը թող իջնի ամեն մեկիս վրա։ Այսօր պիտի բաժնեկցեմ Մարկոս ավետարանից 16-րդ գլուխ 1-8 համարները։ Լսենք Աստծո խոսքը։ Եվ երբ շաբաթն անցավ, Մարիամ Մագդալենացին, Հակոբոսի մայրը, Մարիամն ու Սալոմեն խունկեր գնացին, որ գնան և օծեն Հիսուսի մարմինը։ Եվ շաբաթվա առաջին օրը վաղ առավոտյան արևածագին գնացին գերեզման և միմյանց ասում են. գերեզմանի մուտքից մեզ համար քարով գլորի։ Բայց նայեցին ու տեսան, որ քարը գերեզմանից մի կողմ էր գլորված, այն շատ մեծ էր։ Գերեզման մտան և մի երիտասարդի տեսան, աջ կողմում նստած, հագին սպիտակ պատմուջան և վախեցան։ Եվ նա ասաց նրանց. մի վախեցեք, դուք Հիսուս Նազովեցուն եք փնտրում, խաչվածին, նա հարություն արավ, այստեղ չէ, ահա այն տեղը, ուր դրել էին նրան, բայց գնացեք նրա աշակերտներին ու Պետրոսին ասացեք, որ նա մեզանից առաջ գնում է Գալիլեա, այնտեղ կտեսնեք նրան, ինչպես որ ձեզ ասել էր։ Կանայք իսկույն դուրս եկան և փախան գերեզմանից։ Նրանք ահ ու դողի մեջ էին և ոչ ոքի ոչինչ չասեցին, որովհետև վախենում էին։ Ամեն Աստծո խոսքին։ Ամեն գարուն Սուրբ Հարության տոնին ամենուրեք լսելի է ողջույնները մեկ-մեկում, որ Քրիստոս հայավ իմերելոց։ Այս բառերը, այս խոսքերը այնքան սովորական են դարձել, որ վախենամ շատերիս համար կորցրել են իրենց իրական իմաստը, արժեքն ու նշանակությունը։ Երեք թողնիկից, որ պատրաստվում է հաջորդ շաբաթ այս քրիստոնեական դաստիարակության մանկական խումբը, որ պիտի ելույթ ունենա, մի նախադասություն են տվել, որ անգիր սովորի, համարում էր, տատիկն ասեց, ինչ կա տեղ, պիտի ասես, որ Քրիստոս հարություն արավ, ասում է այդքանը չի է, էլի բան է արել։ Այո, Քրիստոս շատ բաներ արեց, զորավոր բաներ, և շարունակում է անել։ Այն, որ Քրիստոս գոյություն է ունեցել պատմականորեն անժխտելի է։ Անգամ
նրան չհավատացող աղբյուրներից կան արձանագրություններ։ Թեև Քրիստոսի հարությունը, ինչպես այսօր, այնպես էլ այն ժամանակ շատերի համար կարա անհավատալի լինել, անընդունելի, զարմանալի չէ, քանի որ նման բան երբևէ տեղի ոչ ունեցել էր, ոչ էլ մինչև օրս տեղի է ունեցել։ Բացի այդ անգամ աշակերտները դժվարություն ունեին հավատալու, թեև առնվազն 3 անգամ տարբեր առիթներով, տարբեր բաների հետ մեկտեղ խոսեց դրա մասին, որ 3-րդ օրը հարություն կառնի մարդու որդին։ Պարադոքս է, այնպես չէ։ Քրիստոսի հարությունը առանցքն է, վճռորոշ գործոնը քրիստոնեական հավատքի։ Շատերը անգիր գիտեն այս պատմությունը, բայց քչերի համար է այն իրական և արդիական։ Նա հավերժ կենդանի է, հետևաբար իր զորու է կատարելու այն, ինչ նա խոստացել է, նաև այսօր։ Եթե հավատում ենք սրան, ապա մենք նույնպես հարություն կառնենք, երբ ժամանակը գա։ Բացի այդ, նրա հանդեպ մեր հույսն ու վստահությունը այստեղ երկրի վրա օգնում է մեզ դիմակայել այսօրվա կյանքի դժվարությունների։ Կանայք, որ քայլում են դեպի գերեզման, ականատեսներն էին այդ ահավոր դիպվածի խաչելությանը։ Երբևէ դուք հանդիպել եք իրավիճակի, երբ ձեր երազանքները հանկարծ մի դիպվածով փշրվում են։ Կարծում եք, որ ամեն ինչ հարթ է ընթանում, երազում եք և հանկարծ գորգը, որի վրա կանգնած եք, ձեր ոտքերի տակից քաշում են։ Ասենք մի վատ լուր, վիրավորանք, աշխատանքի կորուստ, մահ, ֆինանսական լուրջ խնդիր, երեխայի ըմբոստությունը կամ հիվանդություն, որին բնավ չի սպասում։ Այս նոր օրը ոչ մի լավ բան չէ խոստանում այս կանանց, բացի անկենդան մարմնի հետ հանդիպումից։ Նրանց բոլոր հույսերը իսպառ վերածել են։ Կորուստի ցավը սրտներին, լույսը դեռ չբացված, ասում է խոսքը։ Նրանք շապում են գերեզման, հավանաբար ամբողջ գիշեր, չէին էլ կարողացել աշկ անցնել, ինչպես։ Եվ բացարձակապես չեն պատկերացնում, թե ինչ է տեղի ունենալու։ Հրաշքի հույսը չէ, որ նրանց մղեց գնալ գերեզման, ոչ էլ ինչ-որ մի բան,
ստանալ Հիսուսից։ Ինչ կարող էր տալ նրանց մահացած Հիսուս։ Նրանք սարն են բարձրանում ոչ թե ինչ-որ բան ստանալու, այլ ինչ-որ բան տալու, անելու։ Պիտի օծեին նրա անշնչացած մարմինը։ Մի բան ընդմիջենք։ Սիրելիներ, մեր կյանքում լինում են պահեր, երբ մենք պետք է սիրենք փոխարենը ոչինչ չակնկալելով։ Այդպիսին են աշակերտությունը։ Աշակերտության խաչը այդպիսին է։ Նրանց ցավն ու շփոթությունը նույնքան իրական են, որքան մերը։ Վստահ եմ, թեև լուր էին ընթանում, սակայն նրանց միտքը ծանրաբեռնված էր։ Մարիամը հավանաբար հիշեց այնինչ Տերը հրել էր իր համար, անձամբ իր համար։ Այս կինը մի ժամանակ կարծես կենդանի գերեզման էր։ Խոսքն ասում է, որ նրա միջից 7 դև հանեց Տերը։ Երբ մեկ օր Հիսուսը հանդիպեց, կարծես հարություն տվեց այս կնոջը, այս գերեզմանին, տվեց նոր կյանք, նոր հույս, նոր ամեն բան նոր էր, նոր երազանքներ։ Հավանաբար կանայք հիշում են Հիսուսի ծնունդը, այդ հրաշք ծնունդը, կույսի ծնունդը։ Հիշում են հրեշտակներին, որ ավետից տվեցին հովիվներին, մոգերին, որոնք շատ հեռուներից են եկել։ Հիշեցին նրա կատարած հրաշքները և ծառայությունները։ Եվ հանկարծ իդեպ, իշխուր էին կույրերը, կաղերը, բորոտները, որոնց բժշկեց։ Եվ վերջապես, ուր էին տղամարդիկ։ Եվ հիշեցին։ Քարը ով պիտի գլորի մեզ համար։ Սա մեծ ահռելի խնդիր էր։ Բայց հետաքրքիր է, տեսնելով այս խոչընդոտը, որ չէին կարող իրենք անել, կան չարան, և ոչ էլ ետ դարձան ճանապարհից։ Նրանց սերն այնքան մեծ էր Հիսուսի հանդեպ, որ շարունակեցին առաջ գնալ, թեև չունեն լուծման բանալին։ Եվ ահա ուշադիր եղեք, ճիշտ այս պահին մեծ երկրաշարժ եղավ։ Տիրոջ հրեշտակն իջավ ու գերեզմանի քարը մի կողմ գլորեց։ Ինչու՞։ Ում համար։ Հիսուսի, որ կարողանա դուրս գա։ Չեմ կարծում։
Հիսուսն արդեն ազատ է եւ իր փառավորված մարմնով նրա համար որևէ խոչընդոտ չկար փակ դռներն անցնել կամ քարերն անցնել։ Այդ դեպքում ում համար հրեշտակը, որ նստած էր այս քարին, ասեց. ինչու եք ողջին մեռելների մեջ փնտրում։ Եկեք տեսեք այն տեղը, որտեղ Տերը պահած է։ Գնացեք եւ ասեք նրա աշակերտներին եւ Պետրոսին, որ նա հարություն է արել մեռելներից եւ ձեզանից առաջ գնում է Գալիլեա, այնտեղ կտեսնեք նրան։ Սիրներ, սա առաջի բարի լուրն էր։ Այս Աստված այս ամբողջ ընթացքում այս կանանց հետ էր, բայց նրանք չեն տեսնում նրան։ Նրանք կարծում են, որ մենակ են, միայնակ են իրենց խանձի առջև։ Եվ սկսեցին մտածել այս խոսքերը լսելուց հետո։ Սկսեցին երազել, սկսեցին հուսալ։ Ինչ շատ է դուր գալիս այս հրեշտակի խոսքը, որ հատկապես շեշտում է եւ Պետրոսին։ Պետրոսը շատ կոտրված էր անշուշտ։ Պետրոսը մեծ ամոթ ապրում էր։ Մեծ ցավ, որովհետև ինքը ուրացավ մի քանի անգամ։ Եվ աշակերտներին, որոնք փախան, թողեցին ու փախան իրենց Տիրոջը։ Սա ինձ ու քեզ էլ պիտի հույս տա։ Տերը մեզ հետ ավ գիտի մեր ծախողումները, գիտի մեր խնդիրները, գիտի թե ինչ ենք արել եւ ինչեր հնարավոր է թույլ տալ։ Սա բարի լուր է։ Մենք պայքարում ենք, սիրելիներ, ծախողումներին, պայքարում ենք մեր վախերի ու կասկածների դեմ։ Բայց բարի լուրն այն է, որ Քրիստոսը հարություն արավ։ Նա հարություն արավ մեզ նոր սկիզբ տալու համար։ Այն հիշեցնում է, որ կյանքի Աստվածն ավելի ուժեղ է, քան մահը, ավելի ուժեղ է, քան չարը, վախն ու ատելությունը, հավատի ու հույսի Աստվածն ավելի զորավոր է, քան կասկածն ու հուսահատությունը։ Ահա թե այսօր ինչու ենք մենք այստեղ։ Մեր ճանապարհին կարող են շատ մեծ արգելքներ լինել, թույլ չտալու համար, որ մոտենանք Տիրոջը։ Մեր անկարողությունը, մեղքը, անտարբերությունը, անվստահությունը, տխրությունը, ցավն ու կորուստը, խոչընդոտներ բազում կան։
մենք բոլորս սիրելիներ անհաղթահարելի քարեր ունենք մեր առջև։ Իրականում հենց այդ պատճառով Հիսուս մահացավ եւ հարություն արավ։ Նա մահացավ, որ մենք գանք նրա մոտ եւ չանհանգստանանք մեր առջև բացածած անհաղթահարելի պատնեշների համար։ Այնինչ ես սովորել եմ Աստծո մասին, որին ծառայում եմ, այն է, որ քարը կարող է չափազանց մեծ լինել իմ կրելու համար, որպեսզի կարողանամ այն տեղաշարժել։ Ես պլաններ եմ կազմում, կանխատեսումներ անում, թե երբ եւ ինչպես կտեղափոխվեն իմ կյանքի ու ծառայության խոչընդոտող քարերը։ Բայց նա Տերը ինձ չասաց, որ անհանգստանամ քարերի համար։ Նա ասաց ինձ մոտ եկեք, բոլոր հոգնած ու բեռնավորվածներ, եւ ես ձեզ հանգիստ կտամ։ Իմ լուծը ձեր վրա վերցրեք եւ սովորեք ինձանից, որովհետեւ ես հեզ եմ ու սրտով խոնարհ, եւ դուք ուշադիր, հանգիստ կգտնեք։ Այն ինչ գիտեմ Աստծո մասին այն է, որ նա այսօր էլ շարունակում է նույնը մնալ։ Նա շարունակում է կյանքեր փոխել։ Երբ գալիս է վիշտը, ցավը կամ կորուստը, չպետք է թույլ տանք արցունքներին փակել երկնային փառքը եւ ոչ էլ մեր հայացքը հարենք հողին այնքան, որ մոռանանք երկինքը։ Նրա գերեզմանը դատարկ է, թեև մարդիկ անօրհույթ ջանքեր են անում թաղելու նրան։ Աստված ամբողջ իշխանություն ունի քո եւ իմ քարերի համար։ Ամեն ինչ նրա ձեռքում է։ Ես որ ծնվել եմ կոմունիստական այդ հասարակության մեջ, ուրեմն այնտեղ բարարանը, հանրագիտարանը սահմանում տվեց հավատքի Աստվածաշնչի մասին եւ գրված է. դա միֆերի հավաքածու է, իր մեջ չի պարունակում ոչ մի գիտական հիմք։ Կոմունիզմը, Սովետ միությունը գնաց գերեզման, իսկ քրիստոնեությունը, Աստծո խոսքը նոր թափ ստացավ ու տարածվեց։ Փաստն այն է, որ ով փորձել է թաղել Քրիստոսին որևէ ժամանակ, որևէ դարում, ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր, նա չի մնում գերեզման։ Կենդանի փրկիչը մեր զորությունն ու ուրախությունն է։ Սիրելիներ, ես չգիտեմ, թե ինչպես նա կգլորի, կլուծի քո խնդիրները, բայց ես գիտեմ, որ նա կարող է եւ ուզում է։ Մեզ հարկավոր չէ իմանալ, թե ինչպես եւ երբ, պարզապես վստահել է պետք նրան։ Ճիշտ այնպես, ինչպես սիրող հայրը, երբ իր փոքրիկ երեխային
թողնում է միայնակ քայլել հարթ և գեղեցիկ ճանապարհներով, բայց երբ գալիս է սայթաքուն արահետները, նա բռնում է նրա ձեռքը և գրկելով տանում է նրան այդ ցեխոտ կեղտոտ ճանապարհների։ Այդպիսին է Աստված մեր երկնավոր Հայրը։ Նա կօգնի վտանգի ժամանակ, կօգնի անցնել հուսահատության արահետներով, կհեռացնի վրդովմունքի բոլոր բեկորները, կհեռացնի բոլոր խոչընդոտները ճանապարհից և ամենամեծ քարը, որ բաժանում է քեզ Քրիստոսին տեսնելուց արդեն գլորված է։ Նրա սերը կապահովի, որ այսօր էլ գլորվեն քարերը։ Աստված դեռ շարունակում է անցանկալի թվացող քարերը մի կողմ գլորել, որն է հետևությունը այս հարության տոնի։ Մի հանձնվիր։ Ճանապարհը թեև անտանելի երկար կարա, մի կանգնիր, ետ չդառնաս, Աստված տեսնում է քեզ և Աստված դեռ շարունակում է հոր տանել գլորելով քարերը։ Տեր օրհնի։